Լիբանանը անգախ իր գամքեր ներգրավվեցավ մերձավոր արևելքի մեջ ընթացող դարաձաշրջանային պատերազմի մեջ։ Երկու մարտին Լիբանանի մեջ գործող Հեզբոլլան ի աջակցություն Իրանի հրթիռ եւ անօդաչու սարքեր արձակեց Իսրայելի հյուսիսային շրջաններուն ուղղությամբ։ Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակն սկսավ հավելյալ լայնածավալոտային հարվածներ հասցնել Լիբանանի դարբեր շրջաններուն, ներառյալ Բեյրութի հարավային արվարձաններն ու Երգլի հարավը, ուր կենտրոնացած են Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Հայապնակ շրջանները հայամատաբար ավելի հանդարտ են, անշուշտ կան այն շրջանները, որոնք շարունակ գերմպագոզվին պատերազմի սկսել են ի վեր, այնպես չէ, որ բնավ հայություն չկա այնտեղ, բայց եթե բաղտալական միլենենք բնակչության խդության իմաստով, այդ շրջաններում մեջ ավելի նվազ հայ, ասենք, քաղաքացիներ կան այնտեղ։ Ինքնին արդեն այս պատերազմը մտահոգիչ է, պատերազմի արդյունքը միշտ ավերիչ եղած է եւ ժխտական եղած է։ Իսրայելը նաեւ ցամաքային գործողությանը սկսավ Երգլին հարավը։ Վերջերս Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Գացը հայտարարեց, որ պատրաստ են գրավել հարավային Լիբանանի Լիթանի քեդի հարավը ինգած շրջանները, եթե Հեզբոլլայի զինյալները չզինաթափվին։ Լիբանանի իշխանությունները նույնպես քննադատեցին Հեզբոլլայի կողմէ Իսրայելի հրթիռագործությունը, նշելով, որ այդ մեկը կվտանգի երկրի անվտանգությունը եւ երկիրը կներկաշե պատերազմի մեջ։ Լիբանանի կառավարությունն այս օրերուն անգամ եւս արգելք դրավ երկրի մեջ Հեզբոլլայի ռազմական գործողության վրա։ Իշխանությունները կպահանջեն, որ շարժումը զինաթափվի, սակայն չունին բավարար կարողություններ այդ մեկը ապահովելու համար։ Իրավիճակը կփարտացնե նաեւ այն հանգամանքը, որ երկրի հարավը իսրայելյան գործողություններու հետևանքով հազարավոր լիբանանցիները ստիպված լքեցին իրենց տուները։ Տեղահանված բոլոր ժողովուրդը, որ ընդհանրապես հարավեն գուղվին դեպի Բեյրութ եւ Բեյրութեն դեպի ավելի ապահով շրջաններ, Բեյրութի հյուսիսային շրջանները, որ ընդհանրապես հայապնակ շրջաններ են, եւ ոնդերը գծակի մտահոգություններ ամեն կետնի վրա ընկերային, տնտեսական, բժշկական, առողջապահական։ Քաղաքականներու հոսքի ֆոնին հայապնակ շրջաններում մեջ բարձրացավ նաև զգուշավորությունը հնարավոր թիրախավորումներ են խուսափելու համար։ Անպայման դեղեկացնեն իրենց անունները եւ այլն personal information-ները, այսինքն անձնական իրենց բոլոր դեղեցությունները փոխանցեն քաղաքապետարանին, ադոր համեմատ իրենքալ ներքին գործոս նախարարության փոխանցեն, որ գիտնան ով են եկողները, քաղաքտողները եւ այլն։ Մինչ օրս Բուրջամուդի մեջ գրանցվեցավ երկու միջադեպ, երկու անգամ թիրախավորվեցավ ծայրամասային միևնույն շենքը։ Բուրջամուդը, որ ավարտի այդ տաղամասերն են, որոնք հայամատաբար ավելի նվազ հայապնակ շրջան է եւ պատահած այն էր, որ բնակարան հարվածած էր Իսրայելը, ենթադրաբար, որ հոն ինչ որ դիմադրության պատյանող պատասխանատու կամ անձնավորությունը պետք է ներկա եղած լինի։ Լիբանանի առողջապահության նախարարության դվյալով իսրայելյան հարվածներու հետևանքով զոհված է ավելի քան 850 մարդ, վիրավորված ավելի քան 2100-ը։ Հայկական համայնքի ներկայացուցիչներուն շրջանին մեջ զոհեր կամ դուժածներ չկան։ Հարգադրաբար տեղահանված լիբանանցիներու թիվը կքերազանցե 1 միլիոնը։ Համայնքային կառույցները միավորված են օգնելու բարդկացության մեջ հայտնված լիբանահայերուն, ինչպես նաև քաղաքականներուն։ Մենք միշտ գոքնենք թե դեղացի լիբանանցի, թե օդարներույալ, քանի որ վերջի վերջո մենք ներկա ենք մարդկային օգնության համար եւ այս օգնությունները մենք կնենք volunteer ծևով, այսինքն եւ բյուջետը որ գա անձնական միջոցներով է, բարերարներով է համախմբված, կենտրոնացած եւ համագարկված աշխատանք կդարվի, այն իմաստով, որ եթե քաղուտը ինչ որ անհրաժեշտ պետքերու ժողովուրդը անհրաժեշտ պետքերու գացության հասնի, բնականաբար պատերազմը իր ընթացքով պիտի տարբեր տեսակի ճգնաժամեր ստեղծե, այդ մեկը տնտեսական, կենցաղային, նյութական ինչու ոչ։ Հայկական կառույցներու մոտեցումը հստակ է, այս բարդ իրավիճակին պետք է առավելագույնս զգուշ լալ, միևնույն ժամանակ չստեղծել խուջաբի մթնոլորտ։ Համայնքն այս դժվարութեն են նվազագույն վնասով դուրս բերելու համար։ Մենք որպես հայ քաղաքական կուսակցությունները ամեն ինչ պիտի ունենք մեր կարելիության սահմաններում մեջ, որ գնանք օգտակար դառնալ մեր կարողություններուն։
Իրավիճակի ղեկավարման հարցով աշխուժ միջնորդական չանքեր կգործե Ֆրանսան։ Հարաճիգա օրերուն Լիբանանի եւ Իսրայելի մեջ կնախադեсվի ուղիղ բանակցություններ։ Հագարագիր գամքին բادرազմի մեջ հայտնված Լիբանանն այսօր խաղաղության գծկտի ու խաղաղ լուսապած կսպասե։ Փաթիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։